FM 107 եթերում աշխատանքն է շարունակում Արմ ռադիո լրատվականը, ստուդիայում Աննա Դեմիրճյանն է։ Բարև ձեզ։ Այս ժամի համար նախատեսել ենք. Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Wall Street Journal պարբերականին։ Սիբիրյան խոցի կասկածելի եւս մեկ դեպք է հաստատվել։ Մարդասիրական օգնության հերթական ինքնաթիռը բարեհաջող վայրեջք է կատարել Հալեպի օդանավակայանում։ Այս ամենի մասին այժմ առավել մանրամասն։ Հայաստանի Հանրապետության նախագահը խորապես մտահոգված է հարևան Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածքը զինված հակամարտության մեջ ներքաշելու ցանկությամբ, գրում է Wall Street Journal-ը, որը զրուցել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Պարբերականի հետ զրույցում Սերժ Սարգսյանը զգուշացրել է, որ այդ դեպքում հայկական ուժերը կտան անհամաչափ ուժեղ պատասխան։ Նախագահն ասել է, որ Հայաստանի կառավարությունը կողմ է ավելի քան 2 տասնամյակ շարունակվող հակամարտության շուրջ խաղաղ բանակցություններին։ Ցավոք, ես կասկածում եմ, որ Ադրբեջանը հարմար առիթ է փնտրում հակամարտության վերսկսման համար։ Ես մտահոգված եմ, որ նման սխալը կարող է վնասել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդին, սակայն ամենամեծ վնասը կհասցվի Ադրբեջանի ժողովրդին։ Մենք կողքից չենք հետևի, եթե փորձ արվի ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ասել է նա։ Պարբերականը հիշեցնում է, որ շփման գծում լարվածությունը վերջին ամիսներին մեծացել է եւ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքապահները փոխադարձ հրաձգության են ենթարկում միմյանց։ Սերժ Սարգսյանը նաեւ զգուշացրել է, որ ռազմական հարձակման հնարավորությունն Իրանի վրա, որ եթե Հայաստանը սահման ունի ծայրահեղ մտահոգիչ է եւ իրադարձությունների զարգացումը կարող է նաեւ խթանել հակամարտությունը Երևանի եւ Բաքվի միջև։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատվել է Սիբիրյան խոցի կասկածելի եւս մեկ դեպք։ Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի երիտասարդ բնակչուհին բուժում է ստանում նորք ինֆեկցիոն հիվանդանոցում։ Հիվանդության մաշկային ձևն է, վիճակը միջին ծանրության է, բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում։ Հիվանդանոցում հայտնաբերված բոլոր տարածաշրջաններում առողջապահության նախարարության մասնագետների կողմից շարունակվում են բակային համայցերը, կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները։ Օգնիր եղբորդ նախաձեռնության ծրագրով ուղարկված մարդասիրական օգնության հերթական ինքնաթիռը 3 բարեհաջող վայրեջք է կատարել Հալեպի օդանավակայանում։ Էրզրումում ինքնաթիռի ստուգումն ընթացել է մի քանի ժամ։ Թուրքական պատկան մարմինները փորձանմուշներ են վերցրել առաքված ապրանքներից։ Հալեպում ուղեբեռի տնօրինումը կստանձնեն տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունն ու Բերիոթե միազգային առաջնորդարանը։ Արմ ռադիոն ուղիղ հեռախոսակապ է հաստատել այս պահին Հալեպում գտնվող Pan-Armenian Media Group-ի փոխնախագահ Արման Սաղաթելյանի հետ, ով որոշ մանրամասներ է փոխանցել բաշխվելիք բեռի եւ ընդհանուր իրավիճակի մասին։ Հումանիտար բեռը, որը տեղափոխվել է Երևանից Հալեպ, եւ ժամանակ 14:00-ի դրությամբ Երևանի ժամանակով արդեն Հալեպի օդանավակայանում մեր ակնկալում է, որ նա այսօր կհասնի կենտրոնացված շտաբ հետագա համար։ Բեռը, որ ամբողջությամբ կշռում է 10.5 տոննա եւ 1342 արգղից բաղկացած, պարունակում է առաջին անհրաժեշտության սննդամթերք հիմնականում եւ կարելի է ենթադրել, որ մեկ արգղ մեկ ընտանիքին կամ մեկ ձեռքերում եւ երբ այն կհասնի արդեն բաշխման կետը, իհարկե այն նախատեսված է միայն հայկական համայնքի համար եւ միայն հայերի եւ անոր առմամբ այդ բաշխումը կարծում ենք այսօր եւ վաղ արդեն կսկսի տեղի ունենալ։ Ես այցելեցի երեքների հիպատոսարանը, Հալեպում իդեպ պետք է նշեմ, որ միակ հիպատոսարանն է, որը ակտիվ աշխատում է, որովհետեւ ռուսականը չնայած պահպանել է իր միսիան Հալեպում, այնուամենայնիվ իր տեղեկություններով չի աշխատում, այսինքն դեռները փակ են եւ ընդունելություն չի կատարվում։ Հիպատոսարանը աշխատում է, շատ աշխուժ է, անցուդարձ մարդիկ են գալիս գնում տարբեր հարցերով։ Երեք խոսում եմ նաև պարոն Չկրայցյանի հետ եւ այսօր մտադիր եմ այցելել գյուղ ցաղամասը եւ միգուցե հանդիպումներ ունենամ նաև համայնքի այլ ներկայացուցիչների հետ։ Ընդհանուր իրավիճակը երեկոյան կողմերը լցվում են քաղաքի տարբեր մասերում հրաձգություն, ոչ շատ ակտիվ եւ առատ, բայց այնուամենայնիվ այն կա։ Երեք ինքնաթիռ էր օդում, կարծում եմ դա գրոհային ինքնաթիռ է, որովհետեւ քաղաքի տարբեր վայրերում այդ պայթյուններ լսվեցին ավիացիայի գործածման հետևանքով, բայց ընդհանուր առմամբ կարծես թե մարդիկ փողոցում, երեխաները խաղահրապարակներում, կաֆեները, ռեստորանները ամեն դեպքում կենտրոնում աշխատում են, խանութները բաց են եւ իհարկե մարդիկ զգուշավոր են, բայց այնուամենայնիվ քաղաքը ապրում է եւ բավականին կարծում եմ աշխուժ է նման իրավիճակի համար։
Շարունակում ենք թողարկումը։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չծրագրավորված հանդիպում են ունեցել, հայտնում է Trend-ը, վկայակոչելով ՏՌՏ-ին։ Երկու երկրների առաջնորդները զրուցել են ընթրիքի սեղանի շուրջ։ Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Սիրիայում ճգնաժամը։ Հանդիպումից այլ մանրամասներ չի հաղորդվում, միայն նշվում է, որ նրանք անդրադարձել են հոկտեմբերի 3-ին Սիրիա-Թուրքիա սահմանին տեղի ունեցած միջադեպին։ Հիշեցնենք, որ սիրիական սահմանին կառավարական զորքի եւ զինյալ ապստամբների միջև բախումների ժամանակ արձակված արկն ընկել ու պայթել էր թուրքական սահմանամերձ Աքչաքալե բնակավայրում, ինչի հետևանքով 5 մարդ էր զոհվել։ Թուրքիան պատասխան կրակ էր բացել։ Այս առումով ըստ աղբյուրի Ահմադինեժադն ասել է, թե Թուրքիան այս իրավիճակում իրավացի է եւ Իրանն ամբողջությամբ աջակցում է երկրի դիրքորոշմանը։ Այսքան այս թողարկման համար ծանոթացեք միջազգային նորություններին Սիրանուշ Ոսկանյանի հետ։ Լուրեր աշխարհից ու տարածաշրջանից։ Breaking news from the White House. That was something that would Hatten viele Bewohner nicht ernst genommen. Միջազգային լրահոս Արմրադիոյի եթերում։ Արմրադիոյի լրատվականը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը, ստուդիայում է Սիրանուշ Ոսկանյանը։ Այս թողարկմանը Սիրիական ընդդիմության առաջնորդները այսօր կհանդիպեն Դոհայում։ Սիրիական ճգնաժամի հարցով Իրան, Թուրքիա, Եգիպտոս երկկողմ հանդիպումը հետաձգվել է։ Սուդանը Իսրայելին համարում է թիվ 1 թշնամի։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Միջազգային լրահոս Արմրադիոյի եթերում։ Սիրիական ընդդիմության առաջնորդները հայտնել են, որ առաջընթացի են հասել նոր ավելի լայն ղեկավար մարմնի ձևավորման գործում։ Բանակցությունները կշարունակվեն այսօր Դոհայում։ ԱՄՆ-ն Արևմուտքում ու արաբական երկրներում սիրիական ընդդիմության այլ դաշնակիցներ աջակցություն են հայտնել Ասադի ռեժիմի դեմ պայքարող բոլոր խմբավորումների ղեկավարությունների միավորման ջանքերին։ Նոր մարմինը, ինչպես սպասվում է, կստանձնի ռազմական գործողությունների համակարգումը, մարդասիրական օգնության բաշխումը եւ անցումային կառավարություն ստեղծելու նախապատրաստական աշխատանքները։ Առաջատար ընդդիմադիր կազմակերպությունը Սիրիայի ազգային խորհուրդը արդեն Դոհայում հանդիպում անցկացրել է նվիրված նոր ղեկավարություն ընտրելուն։ Սակայն քննադատները կարծում են, որ Սիրիայի ազգային խորհրդում չափազանց շատ վետարաններ կան, այդ իսկ պատճառով դժվար է ենթադրել, որ հենց այդ մարմինը կգլխավորի նոր ղեկավար կառույցը։ Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը Իսրայելին անվանել է թիվ 1 թշնամի, հաղորդում է Associated Press-ը։ Իսրայելը մեր թիվ 1 թշնամին է եւ մենք շարունակենք նրան թշնամի համարել, հայտնել է նախագահը։ Օմար Ալ-Բաշիրի կարծիքով իրավիճակից դուրս գալու ելք կա կամ բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ կամ պատասխան հարված հասցնել։ Նախագահն Իսրայելին մեղադրել է 2012 թվականի հոկտեմբերի 23-ին Յարմուկ ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունի համար։ Ալ-Բաշիրի ներկայացրած տարբերակի համաձայն Իսրայելի պաշտպանության նախարարության 4 անօթաչու թռչող սարքեր իրականացրել են գործարանի առամբակոծությունը, որի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Շաբթի օրը Դամասկոսի Արվարձանում Սիդ Զեյնաբ թաղամասում, որտեղ շիաների մզկիթ կա, ականապատ ավտոմեքենա է պայթել։ Ծանոթայակատվական գործակալության հաղորդման պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։ Անվտանգության ուժերին հաջողվել է նույն թաղամասում եւս 2 ռումբի պայթյուն կանխել։ Մայրաքաղաքի Մայդան թաղամասում զինյալները ականանետներից կրակ են բացել քաղաքային զբոսայգու վրա։ Սանայի տեղեկություններով սպանվել է մի կին եւ 10-ամյա երեխա ու եւս 2 մարդ ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։ Ահաբեկչությունը կազմակերպված է եղել քաղաքի այն հատվածում, որտեղ ապրում են կառավարության կողմնակիցները։ Հալաբի մարզահրապարակում հավաքված ցուցարարները պահանջել են զինված խմբավորումների քաղաքից հեռացումը եւ սիրիական բանակին կոչ են արել օգնության գալ իրենց։ Գործակալության փոխանցմամբ ի պատասխան զինյալները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։ Սպանվածներ եւ վիրավորներ կան, տուժածների մասին ստույգ տեղեկություններ առայժմ չկան։ Շրջանների կուսակցությունը ընտրություններից հետո արձանագրությունների 100%-ի հաշվարկի արդյունքում հավաքել է ձայների 30%-ը, ընդդիմադիր Բատկիշչինն 25.4%, երրորդը գալիս է աշխարհի բռնցքամարտի չեմպիոն Վիտալի Կլիչկովի հարված կուսակցությունը 13.96% ձայներով։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։ Չորրորդ տեղում կոմունիստական կուսակցությունն է, որը հավաքել է ձայների 13.18%, հինգերորդ տեղում ազգայնականներն են 10.44%։ Մնացած մասնակիցները չեն հատել նվազագույն 5%-ի շեմը։ Ընտրությունների վերջնական արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հաստատի մինչև նոյեմբերի 12-ը։ Այսքան այժմի համար շարունակեք հետևել լրատվությանը Արմրադիոյի եթերում։ Լուրեր աշխարհից ու տարածաշրջանից։ Breaking news from the White House. that was something that would Hatten viele Bewohner nicht ernst genommen. Միջազգային լրահոս Արմրադիոյի եթերում։